Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը գնալով վերածվում է ոչ միայն դրամատիկ պատմության, այլ ամբողջական էմոցիոնալ աշխարհի, որտեղ յուրաքանչյուր հերոս ապրում է իր ներքին պայքարը։ Սա այն սերիալներից է, որտեղ արտաքին իրադարձությունները միայն ֆոն են, իսկ իրական լարվածությունը տեղի է ունենում մարդկանց ներսում։ Պատմության կենտրոնում ընտանիքն է իր կոտրված կապերով, չասված ճշմարտություններով և տարիներով կուտակված ցավով։ Դավիթ Պապը շարունակում է մնալ այդ ընտանիքի հոգևոր առանցքը, նրա հիվանդությունը նոր փորձություն է բոլորի համար, նրա կյանքը կախված է ոչ միայն բժշկական միջամտությունից, այլ նաև այն բանից, թե արդյոք ընտանիքը կկարողանա միավորվել այս ծանր պահին։ Պապի կերպարը հիշեցնում է, որ երբեմն մեկ մարդու գոյությունը կարող է մի ամբողջ ընտանիք պահել միասին։ Դավիթն այս փուլում դառնում է սերիալի ամենաուժեղ կերպարներից մեկը։ Նա այլևս պարզապես երիտասարդ չէ, նա մարդ է, ով ստիպված է մեծանալ մեկ օրում։ Աշխատանքը, ընտանիքի պատասխանատվությունը, ամեն ինչ նրա ուսերին է դեռ փոքրուց, բայց նա չի կոտրվում։ Լեոյի և Լեայի հարաբերությունները շարունակում են զարգանալ հակասությունների մեջ։ Նրանց սերը լուռ է, երբեմն չարտահայտված, բայց շատ ուժեղ։ Լեան փորձում է օգնել, աջակցել, լինել նրա կողքին, բայց հաճախ բախվում է Լեոյի հպարտությանը։ Այդ հարաբերություններում կա իրականություն առանց ավելորդ իդեալականացման։ Նրանք սիրում են միմյանց, բայց նաև ցավ են պատճառում իրար։ Վովայի պատմությունը սերիալի ամենախորքային գծերից մեկն է։ Նա ապրում է մի կյանքով, որը կառուցված է կեղծ հիմքերի վրա։ Նա չի ճանաչում իր իրական ընտանիքը, բայց արդեն դարձել է այդ ընտանիքի կյանքի կարևոր մասը։ Նրա հնարավոր մասնակցությունը Դավիթ Պապի բուժմանը կարող է դառնալ շրջադարձային պահ թե սյուժեի, թե նրա սեփական ինքնության համար։ Ավոն մնում է ամենահակասական կերպարը։ Նրա գործողությունները հաճախ դաժան են, բայց նրա մեջ կա նաև կոտրված մարդ։ Նրա երկակի կյանքը մի կողմից Էռնայի հետ, մյուս կողմից Ռոզիի և երեխայի ցույց է տալիս, թե որքան խորն է նրա ներքին հակասությունը։ Բայց այդ երկակիությունը չի կարող երկար շարունակվել։ Ճշմարտությունը վաղ թե ուշ ջրի երես է դուրս գալու։ Հունանը, որը թվում էր անսասան ու վերահսկող, այժմ հայտնվել է այնպիսի իրավիճակում, որտեղ ինքը կախված է ուրիշներից։ Բանտն, առողջական խնդիրները, ընտանիքի ներսում լարվածությունը նրան կանգնեցրել են իրականության առաջ։ Նա այլևս չի կարող թաքցնել անցյալը կամ վերահսկել ներկան, այնպես ինչպես նախկինում։ Գրիշոյի և Մանանի գիծը ևս հետաքրքիր զարգացում է ապրում։ Նրանք երկուսն էլ անկանխատեսելի են, և նրանց գործողությունները հաճախ դառնում են սյուժեի շարժիչ ուժը։ Նրանց միջև կա հակադրություն, լարվածություն, բայց նաև ինչ-որ ներքին կապ, որը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել։ Սերիալի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ չկա միանշանակ լավ կամ վատ կերպար։ Յուրաքանչյուրն ունի իր պատճառները, իր ցավը, իր սխալները։ Հենց դա է դարձնում պատմությունը իրական և մոտ հեռուստադիտողին։ Նկարահանումները շարունակվում են, և արդեն պարզ է, որ ամենահուզիչ ու բացահայտող սերիաները դեռ առջևում են։ Անցյալի գաղտնիքները կամաց-կամաց բացվում են, բայց յուրաքանչյուր բացահայտում բերում է նոր հարցեր։ Գոյամարտը պատմություն է կյանքի մասին՝ իր բոլոր դժվարություններով, կորուստներով, սիրով և պայքարով։ Եվ ամենակարևորը, այն հիշեցնում է, որ իրական հաղթանակը ոչ միշտ է երևում արտաքինից։ Երբեմն ամենամեծ հաղթանակը սեփական ցավը հաղթահարելն է։ Առջևում դեռ շատ լարված, հուզիչ ու անակնկալներով լի սերիաներ են սպասվում, և հեռուստադիտողները շարունակում են նույն հարցով հետևել պատմությանը՝ ով կհաղթի այս գոյամարտում։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հասցրել ամենաշատը հավանել, և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իսկ ձեզ համար կպատրաստենք հետաքրքիր անակնկալներ, որի միջոցով կտեղեկանաք, թե ինչ կարելի է սպասել սերիալի հաջորդ սերիաներում։ Իսկ հաջորդ սերիաները լինելու են թեժ ու հետաքրքիր, դա խոստանում ենք։ Հեռուստադիտողները հիասթափված են Վովայի մոր պահվածքով։ Նրանք հասկանում են, որ նա վախ ունի, որ Վովան վերջապես կիմանա ճշմարտությունը,
չէ, որ ճակատագիրն իր խաղն ունի և կարելի ասել ճակատագրի հեգնանք էր եղբայրների հանդիպումը, բայց Վովայի մայրը պետք է ուրախ լինի, որ Վովայի թիկունքում Դավիթի ու նրա եղբոր Լեոյի նման տղաներ են կանգնած, և նրանք միասին ավելի ուժեղ ու հզոր են լինելու, քան Վովան միայնակ: Բայց դա բնական է, նա վախ ունի, որ իր որդուն կարող են իր ձեռքից խլել, բայց չէ, որ նա այս պահին միակ մարդն է, ով գիտի ճշմարտությունը: Ճշմարտություն, որն այսքան տարիներ թաքցված է եղել: Ավոն, ով պետք է փնտրեր ու գտներ, փրկեր իր եղբոր որդուն, այդպես էլ չհասավ Մոսկվա, այլ հակառակը, Ռաֆֆի կյանքով ձեռք բերված գումարներն ուղղակի մսխեց իր կարիքների համար, և հիմա ինքն իր խիղճն հանգստացնելով ասում է, որ եղբոր որդին չի էլ փրկվել: Արդյոք նա գիտի, որ եղբոր որդին ողջ է: Ով գիտի այս պատմության մասին: Շատ շուտով հետաքրքիր անակնկալներ են բացահայտվելու: